Մեր իշխանության ամոթը հենա, որ մենք նախ այս մարդիկ հələ որոնք որ այսօր քաղաքական դաշտը թույլ չեն տալիս, որ ընդդիմություն ձևավորվի, իրանք դեռ բանտում չեն։ Այդ է մեր քաղաքական ամոթն է։ Մեր քաղաքական ամոթը հենա, որ մենք գալով 2018 թվականին իշխանության, մենք նույն տրամաբանության մեջ էինք ապրում եւ մտածում Ղարաբաղի հետ կապված եւ հավատում էինք եւ վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը որ գոյություն ունեցել 30 տարի, այսինքն որ կզանգենք ռուսին ինքը պատերազմը կկանգնացնի եւ մենք կարանք ոչ մի բան չանենք Ղարաբաղի համար։ Մենք կարանք մեր գեներալները ախրանիկներով եւ տաներով ման գան։ Մենք կարանք ոչ մի բան չանենք, կզանգենք ռուսին, ռուսը կպահի այդ պատերազմը։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որովհետեւ մենք մտածում ենք, դե լավ, եթե այդ համակարգը գործել է, եկեք այդ համակարգին ձեռք տանք, փորձեցինք տնտեսությունը, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու գնացին, այո, ամոթ է, որ մենք թույլ տվեցինք, որ պատերազմը, այդ խաբկանքը, այդ սուտը գցեցին մեր ջեբը ու իրանք թռան, որտեղ ես գիտեք ինչն եմ հիշում, ես դրա մասին գրել եմ։ Սերժ Սարգսյանին տանում են դատեն 2020 թվականի հունվարին, տանում են դատեն կոռուպցիան, բանը մեգաֆոնը վերցնում, ասում է Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ինչ Արցախ, ես ասում եմ, ինչ է խոսում, ասում ենք, ես ինչի մասին է խոսում, իրանք տարել են Ղարաբաղի հարցով են դատում։ Իրանք շատ լավ գիտեին, իրանք ապրիլյան պատերազմի ժամանակ այդ ամեն ինչը գիտեին։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որ մենք նոր էինք ու չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանին վերաբերվել ու հայ ժողովրդին այդ է մեր ամոթն է։ Խնդրեմ։ Ասում եք բռնապետ ոչ են դառնալու, բայց բազմաթիվ գործիչներ ասում են, որ Հայաստանը դառնում է բռնապետական երկիր։ Ու եթե հիշենք Նիկոլ Փաշինյանը երկրամադիր գործիչ էր, ազգային ժողովում նրա երկիրները ավելի սուր էին։ Հարգելիս, այդ բազմաթիվ գործիչները, որ ասում են բռնապետական երկիր, իրանք միշտ դա ասելու են, երբ որ Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների աստիճանով ավելի բարձր լինի նույնիսկ եւ ինչ որ Ֆրանսիան կամ Անգլիան է, իրանք դա միշտ ասել են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհում 34-րդ տեղն է խոսքի ազատության։ Բռնապետական երկիրը եւ խոսքի ազատությունը անհամատեղելի են, չի կարա տեսմանել են։ Շատ վատ դեպք կա, Հանրապետություն կուսակցություն, լսեք, քաղաքական հետևանքը, լսեք, հարգելիս, դատապարտելը որն է, դա Հանրապետության կուսակցության հասցեատեր, գիտեք հասցեատերով է։ Լսեք, քաղաքապետի ենթակայություն, քաղաքապետը իր կարծիքը ասել է, ես 100 անգամ ասել եմ, երեք վարչապետը ասել է, հետևանքը, լսեք, գիտեք ինչն է կարևոր։ Կարևորը, որ այդ հետևանքը Հանրապետություն կուսակցությունը բանը գիտակցի։ Պետք է իրանք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինի, մի ժամից չլինի, բայց իմ կարծիքով Հանրապետություն կուսակցությունը, եթե հետևություն չարեց եւ իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, Հանրապետություն կուսակցությունը ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց եւ վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու։ Այսինքն ՔՊ-ն ամեն դեպքում կարծում է, որ չպետք է պաշտոնավարի, բայց դա թողնում եք Հանրապետություն կուսակցության որոշման, ես ճիշտ եմ հասկանում։ Այո, ճիշտ եք հասկանում։ Այո, ես կարծում եմ, որ ինքը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա եւ Հանրապետություն կուսակցությունը ինչ որ ասում է Արամ Սարգսյանը ճիշտ է ասում։ Ինչ որ պատճառաբանություն բերում է, ճիշտ է ասում։ Փորձում եք շահարկել տարբեր աշխարհակաղակական մի խաղեր, հա? Որ ասում եք ոչ է գնացել դա։ Լսեք, դա էլ է պատճառը, իհարկե դա էլ է պատճառը։ Ձեզ թվում է դա պատճառ չի։ Լսեք, ամեն ինչ ինքը ճիշտ է ասում, հարցը դա չի, այսինքն այն բանը, որ Հայաստանի Հանրապետություն գործում են ինչ որ մարդիկ, ինչ որ խումբ մարդիկ, ինչ որ մարդիկ, որոնք ակնկալիքներ ունեն, որ իրանք իրենց անունը կդնեն բլոգեր, կեթան Մոսկվա կամ կեթան մեկ այլ երկրի մայրաքաղաք, կեթան ու կասեն մենք ձեր շահերը պաշտպանում ենք, մեզ միացած պուճուրիկ մեդալ տվեք եւ թուղթ տվեք, ակնհայտ է։ Հիմա մի րոպե, առաջարկը, այսօր առաջարկը բացվել է նոր ընտրությունների առաջարկների սեզոնը բացված է վաղուց։ Այն ինչ որ անում են դահլիճում, նաեւ մեր այսպես ասած գործընկերներ, դա նույնպես հաջորդ ցուցակներում հայտնվել, այն որ բերում են նամակներ են տալիս, իբր ներողություն թող վերջացնեն։ Ես դա արդեն ասացի։ Ես այն որ բերում են նամակ են տալի։ Դա չի բարձա, չէ որ իրանք բոլորը հասկանում են, որ քաղաքացիական պայմանագիրը, որը որ սարի պես կանգնած է իր վարչապետի շուրջը,
Չի, ասենք այդ ինչ է 2021 թվականին պատերազմից հետո քաղաքացիական պայմանագիրը այն ժամանակ իմ քայլը չքանդվեց։ Հիմա իրանք այնց լուրջ մտածում են, որ 18 հոգի մարդ բանաստեղծ։ Կոռուպցիայի հետ կապված այսօր հրապարակում կար ճիշտ հերքեք, որ վերջին վարչության նիստում Հայկ Սարգսյանի հետ կապված է լուրջ խնդիր եղել, որ նա որոշ նախագծեր է բերում, ակնարկում է թիմակիցների այս կամ այն մասով որևէ այսպես կոռուպցիոն գործընթացների մեջ, այսպիսի դժգոհություններ եղել են Հայկ Սարգսյանի։ Որևիցե բան, ինչը որ քաղաքացիական պայմանագիր վարչության նիստից հետո հայտարարվել է ավել, ես ոչ իրավունք ունեմ ասելու, ոչ ճիշտ եմ համարում։ Այն ինչ որ հայտարարվել է, դա ասվել է այն հայտարարության մեջ, որը եղել է նիստից հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեջ մենք մշտապես բոլոր մամուլի մեջ գտած հարցերը մշտապես քննարկում են մի րոպե շողից սպանել ես բոլոր բերած օրենքների մշտապես բոլոր այն բաները, որոնք որ դուք ասում եք, որ դա չի քննարկվում, հետևանք չի ունենում, հետևանք ունեն ոչ միայն իրավական առումով, այլ նաև քաղաքական գնահատականի առումով եւ քաղաքական վերլուծության առումով։ Եվ այդ մենք ունենք ինքնակնդատության օրեր եւ այլ եւ դա նաև վերաբերվել է ինքնակնդատության օրերից մեկի ժամանության հետ կապված բիզնեսների հետ սխալ են ասում, նման բան չկա, իդեպ հարցազրույցս 2 ամսի 9-ին կնայեք, դրա այդ հարցնել եմ անդրադառնում, նման բան չկա։ Պարոն Սիմոնյան, երբ որ դուք ասում եք, ձեր թիմն դատապարտում եք այդ խաղապետարանի դեպքը եւ ասում եք, որ ձեր կարծիքով այո պետք է պաշտոնավարումը դադարեցնի Հանրապետություն կուսակցությունների։ Ես իմ կարծիքն եմ ասում։ Ես հասկացա, բայց սա արդյոք նշանակում է, որ քաղաքապետը նրան ազատելու կաշկանդվածություն ունի, որ կոալիցիան չփլուզվի։ Եթե չեմ սխալվում, պարոն Սարգսյանը արդեն հայտարարել է, որ նույնիսկ եթե նման որոշում կայացնի, կոալիցիան չի փլուզվելու եւ ինքը չի սատարելու այն ուժերին, որոնց ինքը համարում է ռուսամետ եւ տարբեր տեղից դրած։ Ուստի ձեր հարցը կարծում եմ պատասխանը կա այդ հայտարարության Պաշտոնը վայր դնել է եւ կոալիցիան բաժանել է դա տարբեր բաներ են մեկ, երկրորդը դա որևիցե կերպ չի նշանակում եւ չի կարող նշանակել, որ դա քաղաքապետին ինչ որ ձևով սպառնում է։ Ես չեմ կարծում, որ Հանրապետություն կուսակցությունը սկսելու է իրեն նման հակառակ կուսակցության հետ որևիցե ձևով համագործակցել եւ նման մտավախություն չկա, ոչ, գիտեք ինչ, իրանք մեր գործընկերներն են, մենք իրանց հարգալից ենք վերաբերվում եւ ինչպես ես ասացի, պարոն Սարգսյանի բոլոր ասած հիմնավորումները ես համարում եմ ճիշտ եւ տեղին, բայց դուք ինչ թողեցիք ես ավարտեմ։ Միևնույն ժամանակ քաղաքական պատասխանատվություն վերցնելու բան է պետք, համարձակություն է պետք եւ այդ համարձակությունը եթե իրենք դրսևորեն, նույն Տիգրան Տեր-Մարգարյանը դրսևորի, պարոն Սարգսյանը դրսևորի, ես վստահ եմ, որ դա միայն եվրոպամետ ազատ մտքի, ազատության ջատագով ուժին միայն դրական բան կբերի հաջորդ ընտրությունների ժամանակ։ Շրջանից մեծ կամ ազատություն ռադիկալ, շնորհակալություն։ Տիգրան Աբինյանը չի ազատում քաղաքապետին։ Ինչու չենք ուղարկում Մոսկվա, որովհետև Ալիևը ուղարկում է ու չի գնում։ Հիմա մենք հակառակը չենք գնում ենք ու չենք ուղարկում։ Ես չգիտեմ ինչի չենք ուղարկում, դա իմ տիրույթում չի որոշում։ Բայց հետո հապկի միջոցառումը չէ, ինչ կապ ունի։ Չգիտեմ, ես ձեզ ասեմ, ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը պայմանավորված է միայն եւ միայն այն հարգանքի տուրքով, որ մենք վետերաններ ունենք, ես էլ եմ միջին մենք հատ այդ մահացել են մարդիկ 80 տարի անց էր, ես նույնիսկ ինչ որ մարդկանց իմ այսպես ոչ թե միջոցներով իմ մի խոսքով իմ հնարավորությունով մենք մարդ ենք ուղարկել, մեր պատգամավորներից էլ մարդ գնացել, մենք չենք կարող այդ մարդկանց արածը ուրանանք, նես չի որ ենթադրենք ինչ որ այլ շքերթա կամ այլտեղ ինչ որ բան ա եղել, մենք հրավեր ա եղել, մենք չենք գնացել եւ կարծում եմ վարչապետի մասնակցությունը ներողություն այդ բառի համար բոլ-բոլ է։ Պարոն Սիմոնյան, որոշ լրատվականներ գրում են, որ ԿՊ-ի եւ վարչապետի վարկանիշը պատմականացվում է եւ դրան զուգահեռ բարձրանում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։ Ինչպես կմեկնաբանեք։ Լավ էլ է։ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի հետ մասին խոսելիս միշտ պետք է հիշել, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահական բացարձակ իշխանություն ունենալու ժամանակ չի կարողացել երբևիցե իր մրցակիցներին նորեկ մրցակիցներին քաղաքական դաշտում հաղթի։ Դա խապկանք է, թող իրանք ցույց տան, այո, կարող է վարչապետը, մեր վարկանիշը, վարչապետի վարկանիշը, իմ վարկանիշը տատանումներ ապրի եւ ընդհանրապես
բոլոր գործող իշխանությունների վարկանիշները, որոնք որ գործ են անում, այլ ոչ թե փորձում են ինչ-որ մեկին հաճրանան եւ պոպուլիզմով զբաղվել, այո, իջնում բարձրանում է, բայց ես ներողություն եմ խնդրում, նորից եմ ասում, մի համարեք, որ սա ինչ-որ իրականություն է, որը ցանկալի իրականություն է, ես վստահ եմ միանշանակ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաջորդ ընտրություններին, չեմ կարծում նաև, որ մենք դաշինքով են գնալու, դա իմ վստահ կարծիքն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 1 տարի հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ խոսելու է եւ ստանալու է 50+1 ձայներ։ Միանձնյա ամենայն հավանականությամբ կազմելու է իշխանություն եւ շարունակելու են բարեփոխումները, որը որ Հայաստանի Հանրապետությանը պետք է։ Այն ինչ որ մենք արել ենք Հայաստանի Հանրապետության դրական, որ չընդհատես կիմանաս, որ չընդհատեք կա։ Նախ Ռոբերտ Քոչարյանը այդ հարցում մեզ, նախ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեզ կօգնեն այդ հարցում, ինչպես նաեւ Արտուր Վանեցյանները եւ մնացած նման մարդիկ, հենց իրանք մտնեն եթեր, մեր վարկանիշը կսկսի բարձրանալ։ Եթե դրան միանան Վազգեն Մանուկյանները եւ Բագրատ Սրբազանները, վարկանիշը եւս 5 սանդղակով կավելանա։ Իսկ եթե իրենք բոլորով սկսեն տենց բաներ անել, ես կարծում եմ մենք կարանք ուղղակի տանից դուրս չգանք։ Այդ մեկ, երկրորդը, այդ մեկ, մեր ընդդիմախոսը ամենամեծ մենք ենք։ Մենք։ Չէ, հիմա որ Մի հատ երկրորդն էլ ասեմ, էլի։ Մի հատ երկրորդն էլ ասեմ։ Հեսա կասեմ, բոլոր հարցերին պատասխանը նորից եմ։ Երկրորդը, այն աշխատանքները, այն գործը, որը որ մենք արել ենք, այն ամեն ինչ որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա, որը որ մենք միգուցե մի քիչ վատ ենք ներկայացնում, տանելու ենք մարդկանց ներկայացնենք եւ վարչապետի շփումը, մեր շփումը Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ քարոզարշավի ընթացքում շրջադարձային փոփոխություններ է տալու ընտրությունների արդյունքի վրա։ Ես դրա մեջ վարկյան կասկած չունեմ։ Մենք հիմա ասում եմ, դուք այդքան վատ բաներ եք գրում, ասում դուք չէ՞ էլի ընդհանրապես եմ ասում, գրում ասում չէ։ Ես ամեն օր ոդկով իջնում եմ։ Ես 3 նիստից հետո ոդկով եմ իջել, դրանից մի օր առաջ իջել եմ, 5-6 անգամ նկարվել եմ, մարդկանց հետ զրուցել եմ, դրսից եկած մարդկանց հետ, Երևանում ապրող մարդկանց հետ։ Ժողովուրդ, այս Facebook-յան իրականությունից դուրս կա իրականություն, որտեղ իմաստուն հայ մարդը գիտի, որ ինքը նախնիների վերադարձը երբեք չի ցանկանում, երբեք թույլ չի տա, բ ինքը հասկանում է, որ այնուամենայնիվ, հա, այսօրվա իշխանությունը սխալվում է, ճիշտ է ասում, բայց այսօրվա իշխանության տերը ինքն է, ինքը կարողանալու է գնափոխի։ Երրորդը, այսօրվա պես հասանելի իշխանություն Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել ու չի լինելու, շոկ հարցերն էլ չեմ պատասխանելու, եւ չի լինելու։ Էլ չեմ ասում, այն փոփոխությունները, որ մենք արել ենք, այն հարկային փոփոխություն։ Ժողովուրդ, այսօր բիզնեսմեն կա, որ իմ անվտանգության աշխատակցի կամ վարչապետի աշխատակցի ղեկավարի անունը կամ հեռախոսի համար ունի, որ ինչ-որ զանգի հարց լուծի, կամ իր հարկայինի պետի համար ունի, որ զանգի իր հարկայինի հարցը լուծի, ժողովուրդ, ուզում եք ասեք, այդ ամեն ինչը մարդը չգիտի ու չի գնահատում, շատ լավ գիտի։ Կարինեն հարցեր տա, ստոպ, Կարինեն կա, չէ, բաներ հարցնում, ով է հիմնական ընդդիմախոսը։ Չէ, 21 թվի ձեր քարտ, այսպես ասած, խաղաղության պայմանագիրներ, որ խաղաղություն եք։ 21 թվի որոշիչ Մասները պատերազմի կուսակցությունն էին։ Այո, ասեցի չխոսես։ Խաղաղության գործընթաց, այսինքն խաղաղություն բերելու։ Հիմա եթե 26 թվին ամեն դեպքում Ալիևը չհամաձայնի ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը, ո՞րն է լինելու ձեր այսպես հիմնական առաջարկը։ Ես ձեր հետ չեմ համաձայնվի 21 թվականի ընտրությունների արդյունքի հետ կապված։ 21 թվականի ընտրությունների արդյունքները հետևյալի մասին էին։ Առաջինը Ռոբերտ Քոչարյանի փառահեղ միտինգներ Հանրապետության հրապարակում, երբ որ մարդիկ տեսան այդ մարդկանց ու հասկացան, որ ալարել չկա, հասկացան, որ իրանք պետքա կանգնեցնեն այդ մղձավանջը, այդ պետականության կորուստը, որը հանրապետության հրապարակում հավաքվել էր եւ սպիտակ վերնաշապիկներով փորձում էր, ասում եմ, գայլերը, այտենց այդ բաները, գառան դեմքերը հակած, փորձում են մարդկանց խափել։ Մեկ, բայց կլինի հիմա օկուպացված տարածքներից խոսամ, թե առաջի հարցին խոսամ։ Կարամ են մնացածից խոսամ։ Այդ դրան են կգա, դրա մասին ենք խոսում։ Կարինե ջան, կլինի պատասխանեմ հարցից։ Չպատասխանեմ հարցից։ Գիտես որ պետականության կորուստը, որ Ռոբերտ Քոչարյանը գալու էր Հայաստանի Հանրապետությունը տաներ միացնել Ռուսաստան, Բելարուս միությանը եւ հայտարարային, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի
Արվեստը ավելի շատ է, քան թե Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Այո, այսինքն Հայաստանի Հանրապետությունը իր շահը չպետք է հետապնդեր եւ Ռուսաստանից Հայաստան պետք է փող չբերեր, այո, պետք է Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանից էլ փող բերենք լցնենք, Ամերիկայից էլ, Ֆրանսիայից էլ, բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք, բայց միևնույն ժամանակ կոնյակի գործարանը, Armentel-ը, ռուս գազի տրուբեն չպետք է տանք ուրիշին եւ ասենք դե այդ քեզ նվեր 250 միլիոն դոլարի համար։ Էտա, այսինքն ձեր խնդիրը նա որ մենք Ռուսաստանից փող ենք բերել, તો Ռուսաստանից է պետք է փող բերենք, ամեն տեղից է պետք է բերենք ու աշխատացնենք մեր երկրի համար, լավ ենք կարել։ Այսինքն որ իրանց ասում ենք դուք մեզ քցեցիք, իրանց ասում ենք մեզ թողեցիք մենակ թշնամու հետ։ Այդ որ իրանց ասում ենք, իրանց դուրները չի գալիս, որ ասում եմ հիբրիդային պատերազմը դուրները չի գալիս, թող միացնեն իրանց հերոստալիքները, այն մանկուրտ բառը Փարայեղ բառը, այն մանկուրտները հայկական ազգանուններով, որ ասում են, դե եթե Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի հետ փչանա, Ռուսաստանը կտխրի, Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունենա։ Այն դեպուտատները իրանց, որոնց որ մուտքը Հայաստանի Հանրապետություն փագա, որ հոխորտում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անունն են տալի, իմ անունն են տալիս, որոնք ընտրված են։ Արա, այդ երկրի ընտրված իշխանությունն է։ Դուք գնացեք ձեր բանի մեջ ապրեք, այդ ձեր տրամաբանության մեջ ապրեք, մեր երկրի ղեկավարի հետ ինչ գործ ունեք, մեր երկրի ղեկավարը դուները չի գա, մեր ժողովրդի դուրս կգանա 2026 թվականին, ընտրությունների միջոցով կփոխեն նոր դուք տենց բան կարա կանեք։ Մի անվանեք իրան տենց, մի անվանեք։ Ինքը իրան անվանում է, ինքը շատ ծանր է տարել այդ իմ արտահայտությունը։ Հերոտրաբանությունը փոխել է, դուք մեղմ եք առաջինը նորից կոստացել։ Ես մեղմ լինելու չլինելու խնդիր չունեմ։ Կա Հայաստանի Հանրապետության շահ։ Ես ռուսական իրականությունը լավ եմ ճանաչում, ես ռուսաց լեզուն, գրականությունը, պատմությունը տիրապետում եմ, հաճախ ավելի լավ, քան ին մասին վատ բան խոսացող ռուս գործընկերները։ Ես հարգանքով եմ մոտենում ռուս ժողովրդին, մեծ հարգանքով եմ, իմ մեծ ազգ է, ուժեղ ազգ է, բայց իմ ազգը ու այն մնացած բոլորը ես իմ հավասար սանդղակի վրա չեմ դնում։ Երբ որ ինձ նեղացնում են, իմ ազգին նեղացնում են, ես է դրա համար եմ ստեղ ժողովուրդ, ես պետք է իմ ժողովրդին պաշտպանեմ ու թքած թե ինքը վաղը ինձ չի սիրի, մյուսը ինձ չի սիրի, այն մյուսի մասին վատ բան կասի, կամ իմ գլխին մի բան կսարքեն, ինձ մեկ է դա, հասկանում եք, որովհետև եթե ինձ մեկ չի լինի, ուրեմն ես մարիոնետ եմ, ուրեմն ես եմ ռուսական շպիոն, այլ ոչ թե իմ ասած մարդը, ուրեմն ես պետք է տամ իրաց դուդուկի տակ պարեմ, ես այդ բանը չեմ անելու, ու նաև ես եմ տանելու տամ հայ ժողովրդին ընտրություններից առաջ, այս դրա մասին եմ գնալու խոսամ։ Բայց եթե թուրքերն ու ադրբեջանցիները ասում են սահմանադրություն փոխեք, անկախության հռչակագիր։ Անենց ուրախ եմ որ դու ստեղ ես ու ընդդիմադիր լրագրողս եմ, հաճիկով եմ ռուսները, բայց երբ չեմ ասում ռուսները, ասում եմ հայերը գնում են ինչ-որ զիջումների, դա ինչի մասին է խոսում, լսի, հակառուսականի միայն 2021 թվականն ասեցի, 2021 թվականն ադրբեջանական կլսես, 2021 թվականն ասեցիր, 2020 թվականից սկսած, պատերազմից սկսած, ընդդիմադիր բոլոր գործընկերները եւ հերոստալիքները խոսում են նրա մասին, որ մենք հեսա երկրորդ պատերազմն ենք ունենալու, երրորդ պատերազմն ենք ունենալու, որ Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու է եւ Հայաստանի Հանրապետությունը վերանալու է։ Բոլորը դրա մասին է։ Ասում են բանակցողը պետք է փոխվի, որտեվ բանակցողը չի կարող գնա բանակցել։ Բանակցողը գնաց ձեր ասած տրամաբանությամբ, ստացավ հակառակորդ երկրի կողմից, որը քանակապես եւ ռազմականորեն ավելի ուժեղ իրավիճակում է գտնվում եւ մեջքին կանգնած է առնվազն երկու գերպետություն, մեկը Թուրքիան, մեկը Պակիստանը, գնաց իր հետ, ֆիքսեց իր սահմանը, ֆիքսեց սահմանը, այն ֆիքսել նշանակում է, որ այդ մարդը, որը պոտենցիալ կարա հարձակվի քո տարածքի վրա, ասում է ես ընդունում եմ, որ Վրաստանի այս կետից մինչև Պարսկաստանի այս կետ քո սահմանն է, այսինքն ինքը ասում է եղբայր վերջ ընդունում եմ, այսինքն ես չեմ հարձակվելու, առնվազն ես իմ համար ու քո համար եւ աշխարհի համար ֆիքսում եմ, եկակ ստեղ գնացիք զիջումներից, այդ սահմանազատումը, բանը տավուշը հանուն հայրենիքի, այսինքն գնացել սահման ենք ֆիքսել պոտենցիալ մեր վրա հարձակվող երկրի հետ, ասել է հա այդ քո սահմանն է, ժողովրդին վեկալել եկել էիք Հայաստանի Հանրապետության հրապարակ, որ այդ իշխանությունը, որը որ իր վրա պոտենցիալ հարձակվող ուժին զսպել է, իշխանությունից զրկեք ու ասեք, որ այդ սահմանը ֆիքսելը վատ է։ Այդ մեկ, երկրորդը, այն մարդը, ում դուք ասում եք չի կարողանալու բանակցի,
17 կետի շուրջա բանակցե, 17 կետա, թող դե լավ էլի, սահմանազատման թուղթնել էիք ասում չի ստորագրել, հետո Ալիևը ստորագրեց, ասիք, օպ, ասիք վայ ստորագրեց։ Հիմա 17, բա որ համաձայնեցրել է, բա քաղաքական եւ դիվանագիտական գործընթացը տենց մի անգամից sense պետք է արվի, սկզբից 5 կետ էր Ադրբեջանը առաջարկում, այդ 5 կետը դարավ 7, 7-ը դարավ 10, 13 անգամ մենք այդ թուղթը ասենք իրանք է ժամավաճառությամբ են, հա, ադրբեջանցիք զբաղվում, բան գործ չունեն, տանկերի մատորները անջատել էին եւ ասում էին, եկեք մի հատ թուղթ քննարկենք, որը մենք չենք ստորագրելու։ Հիմա եկել հասել ենք մի կետի, որտեղ 17 կետ ենք ֆիքսել։ Իդեպ նորից առիթ օգտագործելով այդ 17 կետը Հայաստանի Հանրապետության անկախության մասին է, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին է։ Այն ձեր ասած տեղերի մասին է, որտեղ իրանք են մտել, ու նաև այն տեղերի մասին է, որտեղ մենք էլ ենք առաջ ինչ որտեղ սահմանել։ Այդ որ տարբեր տեղեր, այդ 90-ականներից սկսած, այդ գիծը այս կողմ այն կողմ այդ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը դա է շտկում, տեղ չկա, որ մենք Ադրբեջանի, ասենք մի սանտիմետրով մտել ենք Ադրբեջանի տարածք։ Կա հարց, կա, լավ էլի Կարինե ջան, որ ստորագրեց ինչ ես ասելու, բայց ստորագրեց, բայց այդ օրը չէր շփվում։ Արի ես կողմերը չեմ լսում։ Պարոն Սիմոնյան, 2021 թվականին փոխպատասխան գնացիք քաղաքացիներից, խնդրեցիք քվե, ստացակ քվեները հիմա վարչապետը 3 ազգային ժողով հայտարարում է, որ գնում ենք ներկայացնենք, ինչպես նշեցիք, գնանք կներկայացնենք մեր արած աշխատանքները, ասում ենք գնում են ներկայացնում, ասում դպրոց մանկապարտեզ ենք սարքի, ասում են հələ մի ցերի, մի րոպե, Բաքոյչյան ու Սեժիխի նստած չեն։ Հիմա այդ հարցը 2026 թվականին ինչպես եք պատասխանել մարդկանց, իրանք ինչքան են ներկայացնենք դպրոցը, ասում են հələ մի ցերեք, Բաքոյչյան, Սարգսյան։ Հետաքրքիր է, չէ՞ որ ամենադժվար հարցը տալիս է ոչ ընդդիմադիր, դուք ընդդիմադիր չեք, չէ՞, ինչքան գիտեմ։ Հա, ոչ ընդդիմադիր լրատվական խոսքի ազատությունն է, այս կուսակցականն է ամենադժվար հարցը տալիս։ Դա բարդ է, դա իրոք բարդ է եւ այն որ մենք անընդհատ եւ վարչապետը անընդհատ ներկայացնում է հատիկ առ հատիկ տրամաբանության մեջ հետ բերված գումարները եւ հետ բերված գույքը Հայաստանի Հանրապետության, դա դրա վառ օրինակն է, իսկ ինչ վերաբերում է Ինչի Ռոբերտ Քոչարյանը միջև այդ պահը նստած չի կամ նստած չի այն մյուսը, դա իրավապահների դաշտում է, ես այդ հարցին սկզբում պատասխանեցի, մեզ համար դժվար է եւ ոչ թե դժվար է, անթույլատրելի է զանգել Հայաստանի Հանրապետության դատախազին, ասել Ռոբերտ Քոչարյանը պետք է 4 ժամ հետո բանտում լինի, շատ ցանկալի է, շատ ցանկա, ոչ միայն իր հետ կապված, այլ շատ տարբեր մարդկանց հետ կապված, ովքեր մարդագյուլել Հայաստանի Հանրապետության Երևանի կենտրոնում, որ վզներից տանեն գցեն պատվալել։ Բայց ասում եմ, ես հրեշին սպանողը կդառնում է հրեշ, հա մենք այդ հրեշին խեղճացրել ենք, մենք այդ հրեշին քշել ենք, մցրել ենք իր բունը, մենք այդ հրեշին իր բնի մեջ պահելու ենք այնքան ժամանակ, մինչև ինքը իր պատիժը ստանա ու ինքը իր պատիժը ստանա։